Տերը փառավորվի քուրեր եղբայրներ այս նորից ու նորից մեծ շնորհի համար մեծ ողորմությանդ համար որ այսօր մեզի նորից ու նորից քննացրեց արթնացրեց կենթանի պահեց որ մեզի նորից ու նորից կպատրաստե որպեսզի մենք ամենս կնանանք իր համտույմավորելու պատրաստ լինենք թող Տերը փառավորվի այս երգը որ նոր մենք երգեցինք գրված է Հայտնության 15-րդ գլխի մեջ գրված է վերնագիր Գազանի հաղթողների երգը թող Տերը փառավորվի Երանի քուրեր եղբայրներ Էդորվան որ մենք թե կյանքով թե մահով այն սահմանագիծ նոր մեր վրա հասնի ժողովուրդ ջան մենք այս երգով երթանք Այս երկը փառավորելով, երկինքը փառավորելով երթանք, ժողովուրդ ջան, Տիրոջ անունը փառավորվի։ Այս երկի համար գրված է Մովսեսի երկը եւ Գառան երկը, Փառք Հիսուսին, ժողովուրդ ջան։ Եվ ես օրինաց գրքից մեկտեղ կարտամ եւ մենք կանք աղոթքի պաշտամուն կսկսենք օրինաց 15-րդ գլխի սկզբնամասից կկարտանք ներողություն 32 գլխի 10 սկզբնամասից կկարտամ գրված է Մովսեսի երկը Տերը փառավորվի ժողովուրդ ջան այս բոլոր խոսքերը որի մեջ կա հոգի որը կյանք է որ Տերը կսե ամուր բռնե որպեսզի ապրի սա քո կյանքն է այսօր մեզի գհղվի երկնքից այս երկնքից մեզի կերագուր է հիմի ուղարկված ժողովուրդ ջան Տիրոջ անունը փառավորվի ես կարդամ այդ խոսքերը որ Մովսեսը երբ որ գրված է Մովսեսի երկը Աստված պատրաստում է նրան մեռնելու Մովսեսը ինչ խոսքեր ասեց այս երկի խոսքերի վերաբերյալ Ագանջ տրեք ով երկինք որ խոսեմ եւ երգիրը լսե իմ բերանի խոսքերը անձրևի պես թող կատի իմ խրադը ցողի պես իշնե իմ խոսքը ինչպես անձրևը կանաչեղենի վրա եւ ինչպես առատ անձրևներ խոդի վրա որովհետեւ ես կանչում եմ Եհովայի անունը Պատիվ տվեք մեր Աստծուն Աստծո գործը կատարյալ է որովհետև նրա ամեն ճանապարհները իրավունք են, Աստված հավատարիմ է եւ անիրավություն չունի, արդար եւ ուղիղ է նա։ Եվ շարունակության մեջ տեսեք ինչ խոսքեր է գրված է, որովհետև Եհովայի բաժինը իր ժողովուրդն է, Հակոբը նրա ժառանգության վիճակն է։ Տերը փառավորվի։ Մենք Տիրոջ բաժինն ենք, քուրեր եղբայրներ։ Ես կմտածեմ, թե Մովսեսը այս խոսքերն որ լսեց Տիրոջ կողմից, որ Աստված իրան կպատրաստեր մեռնելու, ինչ վիճակի մեջ կեղնիր Մովսեսը, բայց տեսեք հələ ինչ խոսքեր այդ արդեց, ինչ գոհության խոսքեր, ասեց պատիվ տվեք մեր Աստծուն, Աստծո գործը կատարյալ է։ Ամեն անգամ քուրեր եղբայրներ, երբ որ Աստծո խոսքը կներկայանա մեզի Տիրոջ հոգիով, ժողովուրդ ջան, բնականաբար մեր սիրտը կուրախանա, որտեղ գրված է հույսով ուրախացեք։ Մեզի համար կա հույս, ժողովուրդ ջան, որ մենք ունենք հավիտենական կյանք, հավիտենական ուրախություն մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ հավիտյանս հավիտենից։ Հիսուսն ասեց. Ես կերտամ իմ հորս մոտ, ձեր հոր մոտ, իմ Աստծո մոտ, ձեր Աստծո մոտ, ու այս մխիթարական խոսքերն որ ժողովուրդ ջան Տերը խոսեց մեզի, մենք կհավատանք, որ քանի կանք այս երկրի վրա գրված է այստեղ մնայուն քաղաք չունենք, այլ հանդերձյալը գորոնենք։ Ու այս հույսը ժողովուրդ ջան հոգեվարկի չէ, այս հույսը կենթանի է, սպասենք Տիրոջ հայտնությանը, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներ։ Մենք Տիրոջ ներկայության առաջ ենք եկել, սիրելիներ, որ նրա ներկայության մեջ նրա հետ հանդիպենք, խոսք լսենք, կենտանի խոսք լսենք։ Խոսքը Տերն է, հանդիպենք Տիրոջ հետ, սիրելիներ։ Ամեն մեկս այստեղ բոլորիս կվերաբերվի, ամեն մեկս, եթե այդպես սրտերից մեջ փափակ կա,
Այն ներսը մարդու լիքն է, չգիտեմ, տարբեր հարցերով, ապրումներ կան։ Տերը այստեղ ներկա է, որ քեզ հետ խոսա, սիրելիս։ Ու ինքը շատ ավելի ինքը մեզ սպասում է, գիտեք, երբ որ Մովսեսը լեռն էր բարձրանում, Աստված արդեն այնտեղ էր։ Մովսեսից առաջ ինքը այնտեղ էր։ Այսինքն, գիտեք, Աստված ինչքան բան ունի մեզի սովորեցնելու, սիրելիներ, փոխանցելու, որ մեր մոտ հավատքի ընթացքը ստացվի վերջապես։ Աստծո ուսած կերպով քայլենք, սովորենք նրանից, առնենք։ Եղբայրը, որ Մովսեսի երկից կարտած, երկրորդ օրինաց 32-րդ գլխից։ Հələ Մովսեսի ապրած կյանքը հələ հիշենք։ Մինչև 40 տարեկան, ասենք, Եգիպտոսում էր, փարավոնի տան մեջ էր մեծացել, բայց իր սիրտը չէր ուզում այդ միշավայրը։ Իր ներսը, իր հոգու աշխարհը ուրիշ բան էր փնտրում։ Դրա համար մերժեց ինքը։ Այդ ներսի ապրումները տվեց իր արդյունքը, որ ինքը թողեց Եգիպտոսը։ Հետո 40 տարի անապատների մեջ քայլեց Աստծո հետ։ Քայլեց, գիտեք, այդպես սա այդպես խոսքեր չեն, որ ասում ենք, սա ավետարանն է այդպես ասում։ Աստծո խոսքը ցույց է տալիս, որ ինքը ուներ այդ փնտրտուկը, ու երբ որ վարվող մորենի մեջից Տիրոջը տեսավ, սա վելը դառնամ, տեսնիմ այդ ինչ է կատարվում։ Ու Աստված խոսեց ու ուղարկեց Եգիպտոս, վերջը 40 տարի այնտեղ։ Եգիպտոսի ժողովուրդը դուրս բերեց 40 տարի անապատներում։ Այսինքն 120 տարի Մովսեսը քայլեց ու վերջում արդեն որ մեռնելուց առաջ էր, որովհետեւ թողնար էս աշխարհը, էս երկը խոսած։ Այսինքն հոգևոր ընթացք ապրած մարդու խոսքեր են սրանք, որ եղբայրը ասում է լնայեք ինչ խոսքեր են, էս այդ խոսքերն են սիրելիներ։ Ես կուզեմ այսօր մի փոքր խոսանք այն մասին, որ սիրելիներ, հավատքը մեզի տրվել է։ Օրինակ շատ օրինակներ կա գրված, մի քանի օրինակներ ասեմ հավատքի վերաբերյալ, երբ որ ասենք մարդիկ, երբ որ Տերը քարոզում էր ավետարանների մեջ շատ այդպես օրինակներ կան, որ գալիս էին Տիրոջ մոտ, բժշկություն էին գտնում, փրկություն էին գտնում, ողորմություն էին գտնում։ Այդպես օրինակ կուզեմ հիշենք առաջինը, երբ որ Մարկոս ավետարանի մեջ էր գրված, երբ որ այն տերատեսկինը, որ իր հիվանդության, երկար հիվանդության մեջ էր եղել 12 տարեից ի վեր, եւ լսելով, որ բժիշկների փողերը ծախսել էր, բժիշկներից օգուտ չէր ունեցել, լսելով Տիրոջ մասին մի հատ միտք իր մեջ այդպես բան արեց, բռնեց ամուր, որ եթե թեկուզ մենակ իր հանդերձի ծայրին տիպչի, կբժշկվի։ Ու գիտենք, չէ, մոտեցավ ամբողջի միջից, կպավ հանդերձի ծայրին սիրելիներ, ու իր մարմնումը հասկացավ, որ բժշկություն է տեղի ունեցել, ու Տերը հարցրեց, ով դիպավ իմ հանդերձին, ինքը վերջը վախվելով եկավ, ասեց ինչ է եղել, եւ Տերը ինչ խոսք ասեց դուստր քո հավատքը ազատեց քեզ։ Ու այսպես շատ հավատքով այստեղ գրված է քո հավատքը ազատեց Մարկոս ավետարանի մեջ։ Ղուկասու մեջ գրված է քո հավատքը քեզ բժշկեց։ Հետո էլի Ղուկասու ավետարանի մեջ օրինակ կա գրված, երբ որ 10 բորոտներ նրան հանդիպելիս խնդրեցին, որ իրանց բժշկե եւ Տերը ասեց գնացեք ձեր անձերը ցույց տվեք քահանային եւ ընթացքում մեջ բժշկվան ու մեկը հետ դարձավ երկրպագում էր նրան էլ Տերը ասեց վեր կաց գնա քո հավատքը ապրեցրեց քեզ։ Հիմա սիրելիներ, միտեղ ասում է ապրեցրեց, միտեղ ասում է բժշկեց, միտեղ ասում է ազատեց, ու այս ամենը հավատքով եղավ, չէ՞։ Ավետարանը մեզ սովորեցնում է Եբրայեցիս 11-րդ գլխի մեջ 11-6-րդ խոսքն է, մենք շատ լավ գիտենք, ասում է, բայց առանց հավատքի անկարելի է հաջո լինել, որովհետև ասում մոտեցողը պետք է հավատա, թե նա կա եւ թե իրան խնդրողներին
վարձահատույց է լինում եւ գիտենք, որ հավատքը լսելուցն է, լսելը Աստծո խոսքից։ Կարծես թե հեշտ բան է, չէ՞։ Հավատում ենք Աստծուն։ Հավատացինք, բժշկվեցանք, հավատացինք, ապրեցանք, հավատացինք, վերջը ազատվեցանք, լավ է, բայց գիտեք, սիրելիներ, որ այդ հավատքը ունի սկիզբ, Աստծո խոսքով, ունի ընթացք, ճանապարհ, չէ, հավատքը պետք է ճանապարհ անցնի, պետք է աճի։ Մենք պետք է ապրենք այդ հավատքի մեջ, պետք է ապրենք Աստծո խոսքով, պետք է գնանք այդ ճանապարհի մեջ, սիրելիներ, ուշադրությունը լինի Աստծո խոսքին։ Գնանք հավատքի ճանապարհի մեջ, որ ճանաչենք, չէ։ Կամաց, փնտրենք, որոնենք, խնդրենք, հավատքի խոսքը բացվի, կոտրվենք, հասկանանք ինչ է հավատքը մեզ ինչ է ցույց տալիս, մեզնից ինչ է պահանջվում անելու, ու ինչ է մեր միտքը, համեմատենք Աստծո խոսքի հետ, որ ինչքան տարբեր ենք մենք եղել, ու ինչքան տարբեր է այսօր Աստծո խոսքը։ Ինչ է մարդի ուզածը եւ ինչ է ավետարանի ցույց տված ճանապարհը, սիրելիներ։ Հավատքը պետք է անցնի այդ ճանապարհը, հավատքը պետք է աճի, հավատքը պետք է հասունանա, իր վերջապես արդյունքը տա, եւ հավատքի վախճանը Առաջի Պետրոսի մեջ գրված է առաջի գլխում եւ հավատքի վախճանը ընդունենք, որ հոգիների փրկությունն է, սիրելիներ։ Մեզ կթվա թե հավատքը լավ է, հեշտ բան է։ Նայեք, մենք շատ անգամ մեր ճանաչած մարդկանց, բարեկամներին, հարազատներին շատ անգամ վկայում ենք, խոսում ենք ավետարանի խոսք, ու ինչ ենք ուզում։ Ինչ է մեր այդ պահին մենք ասենք շատ վկայություններ ենք բերում, պատմություններ ենք պատմում ավետարանից, խոսքն ենք փոխանցում։ Մեր ուզածը ինչ է։ Մենք արդեն պատկերացնենք, հասկանանք, չէ՞ որ մի Աստված, մի Աստծո խոսք է, եւ որպեսզի մարդը փրկություն գտնի, պետք է հավատա հենց այդ խոսքին, չէ՞։ Գործք առաքելոցի մեջ, երբ որ Պողոս առաքյալը Արիսպագոսի մեջ այդպես կանգնեց ու այդ խոսքը ասեց, այստեղ գրված է 17-րդ գլխում, ասում է Պողոսներ կանգնեց Արիսպագոսի միջին եւ ասեց. «Ով աթենացի մարդիկ, ես ձեզ ամեն կերպով կրոնասեր եմ տեսնում, նայեք, ես բոլորիս է վերաբերվում։ Բոլորը կարող են կրոնասեր լինել, բայց հետո անմիջապես մեկ ուրիշ խոսք է ասում, որ բերում է, որ մեր բոլոր ուշադրությունը կենտրոնանա մեկ Աստծո վրա, մեկ խոսքի վրա, ավետարանի խոսքի։ Որովհետև ման գալիս ձեր պաշտամունքների մտիկ տալիս մի սեղան էլ կդա, որի վրա գրված էր անծանոթ Աստծուն, այն որ դուք առանց ճանաչելու պաշտում եք, ես նրան եմ պատմում ձեզ։ Այսօր ավետարանը նրան է պատմում մեզ, սիրելիներ, որ մեր ներսի հավատքը սկիզբ առնի նրանով, նրա կենտանի խոսքով, նրա վկայություններով։ Եվ այդ հավատքը պիտի շարունակություն ունենա, գիտեք։ Մենակ բավական չէ, որ մենք ասենք հավատացինք, ու այստեղ օրինակները ասում է տերատեսկինը բժշկվավ, պորոդները բժշկվեցան, Գույր Բարտիմեոսը բժշկվեցավ, անավատ հայրը իր որդուն էր բերել ու այդպես լիքը օրինակներ։ Մենակ դա չէ, որ այդ պահին մենք հավատացել ենք, ասենք դարձի ենք եկել։ Մենք դուրս ենք եկել Եգիպտոսից։ Հիմա պետք է որ այդ ընթացքը ավետարանով, խոսքով շարունակվի։ Ինչի համար, սիրելիներ, եթե հավատքը աճ չունենա, փոփոխություն չբերի, հավատքը կյանք է, գիտեք։ Եթե այդ կյանքը չլցվի մեր ներսը, կարծես թե ինչ է, պարապան է հավատքը։ Եվ այդպես ավետարանն ասում է Եբրայեցիս թղթի մեջ, որ շատերը ընկան անհավատության պատճառով։ Տեսեք, դուրս էին եկել հավատքով Եգիպտոսից, բայց պետք էր որ այդ աճման ճանապարհը, հասունացման ճանապարհը, պտուղ բերելու ճանապարհը անցնեին հավատքով։ Բայց շատերը ինչ էին անում։ Չգիտեմ, սիրելիներ, տրտնջում էին, չէին մտածում Աստծո խոսքի գործի, Տիրոջ ներկայության, նրա առաջնորդության, այն ողորմության, որ գերության երկրից փրկել էր, չէին մտածում։
բայց այսօր շատ կարևոր է, որ մենք անցնենք, որ մեր գնալն ու գալը պարապ չլինի։ Ես մի հատ օրինակ եմ ուզում հիշենք, տեսեք Աբրահամը կոչվավ հավատքի հայր, չէ՞։ Հələ Աբրահամի կյանքին որ գնայենք սիրելներ, ինքը ասենք 75 տարեկան էր, խոսք եղավ իրան, թողեց իր երկիրը Խարանից դուրս եկավ ու գնաց, ու ավետարան ասում է չգիտեր ուր է գնում, բայց Աստծուց խոստմունք էր առել, իր ներսի աշխարհը ապրում էր արդեն այդ խոսքով, իր ներսը կար այդ վստահությունը։ Ու Աբրահամի ընթացքի ճանապարհին որ գնայենք, Եգիպտոս էլ եղավ, Քանանու երկրի մեջ էր, սով եղավ գնաց այնտեղ, իր ընթացքը ճանապարհը որտեղ նայում է սիրելիներ, իր կյանքի մեջ պաշտամունքը չէր դադարում։ Փնտրտուկը, որ ինչտեղ գնում էր, սեղան էր պատրաստում Աստծո համար։ Այսինքն ինքը իրան հանում էր, չէ, վերջը որպես զո ասենք այդ սեղանին, կամ իր փնտրտուկը, իր աղոթն ու խնդրվածքը, իր ընթացքը, իր քայլերը Աստծով էր, սիրելիներ։ Ու գիտեք ինչ էր փնտրում։ Իհարկե Աբրահամը զավակ չուներ, խոստմունք էր եղել, ասենք 75 տարեկան դուրս եկավ, 85-86 տարեկանում արդեն Իսմայելը ծնվավ, աղախն ու զավակ ծնվավ, ու դա սիրելիներ, փնտրտուկ էր։ Այսօր մեզ էլ է Աստծո խոսքը հայտնվել, ու մենք հələ քանի չենք գնացել ճանապարհը, չենք խորացել, մենք զանազանություն չենք ունենա։ Բայց երբ որ արդեն սկսում ես միտք առնել, խոսք առնել, Աստծո ուզած ինչ է մեր կյանքում, որ ոչ թե այն հին Ադամը հաստատվի, այլ հին Ադամը խաչնել է, խաչվել է Հիսուսի հետ, այլ նոր Ադամը հաստատվի։ Ու այս փնտրտուկի մեջ մարդը փնտրում է, ինքը հաստատված է Աստծո մեջ, ինքը Աստծո ուզած կերպի մարդն է, թե ելը չէ։ Գիտեք, ու այդպես Աբրահամը այդ որոնումների մեջ էր, ու երբ որ զավակներ ծնվել, զարմանալու է, բայց այդպես էր 24 երկար տարիներ ինքը այդ փնտրտուկի մեջ էր։ Ու երբ որ 99 տարեկան հասակում նորից Աստծո խոսքը եղավ իրան, գիտեք ինչ էր ասում ինքը։ Տեսեք Իսմայելը ծնվել էր, արդեն հասակ էր առել։ Հետաքրքիր է, Աբրահամը մտածում էր, թե Իսմայելը պիտի հաստատվի։ Ու Տիրոջը ասում էր 17-րդ գլուխ Ծննդոց 18 համարը ասում է. «Եվ Աբրահամը ասեց Աստծուն. Օ թե Իսմայելը ապրեր քո առաջին»։ Գիտեք սա ինչ է, սիրելիներ։ Ասենք մենակ Իսմայելի հարցը չէ։ Այստեղ Աբրահամը խոստմունք էր առել, ինքը միշտ որոնում էր։ Այդ խոստմունքի արդյունքը ինչ է։ Այսօր ինձ ու քեզ էլ է Աստված խոստմունք տվել, որ հոգևոր մարդ պետք է եղնես, դառնաս պետք է հոգևոր մարդ։ Ու այդ փնտրտուկի մեջ դժվարություններ շատ կան, գիտեք, ամենքս որոնումի մեջ ենք։ Մենք կտեսնենք, որ մեր այն հին Ադամը Աստծո ուզածը չէ։ Նա խաչվել է, հələ մենք շատ անգամ մտածում ենք, ինքը կենտանի է, հետները սափրեցնում ենք, ու գալիս է օրը մենք մտածում ենք, ասում ենք, երանի է եղնիր որ այդ Իսմայելը ապրիր, հին մարդուց եղածը ապրիր, բայց ասում է չէ, ինքը չէ։ Ու այդտեղ հետաքրքիր բան տեղի ունեցավ, փոխվավ Աբրամի անունը, գիտեք, Աբրամ էր կոչվում, Աստված դարձրեց անունը Աբրահամ, նորից խոստմունքը տվեց ու 100 տարեկանում Իսահակը ծնվեց։ Հիմա սիրելիներ, եթե Աբրահամը այդ ճանապարհը չգնար, այդ ճանաչողության ճանապարհը, այդ խոնարհվելու, կոտրվելու 24 երկար տարիներ փնտրտուկի ճանապարհը, մենք գնում ենք այդ ճանապարհը։ Մենք էլ ենք այսպես զգում մեր ներսիդին, թե ինչ է կատարվում հավատքի ճանապարհների մեջ։ Հավատքի խորհուրդը բարձրանում է մեր մեջ, հավատքը կենտանի է դարձնում մեզ, թե մենք ուղղակի կարող ենք գնալ, գալ, այդպես լսել Աստծո խոսքը, բայց ներսիդիդ ինչ է կատարվում, չմտածես, չխորես, չփնտրես, չորոնես գտնելու։ Հռոմեացիս թղթի մեջ 4-րդ գլխում Աբրահամի համար գրված էր 20 խոսքից ասում է. «Եվ Աստծո խոստմունքի համար չէ երկմտեց անհավատությունով է, այլ զորացավ հավատքով։ Եվ Աստծուն փառք տվավ, եւ իր մտքումը համոզված էր, թե նա որ խոստացավ կարող է եւ անել»։
նրա համար էլ արտարություն համարվեցավ նրան։ Եվ ինչի Աբրահամը կոչվավ հավատքի հայր, այս նույն ճանապարհը մենք ենք անցնում։ Խոստմունքի համար չերկմտել անհավատությունով, այլ տեղ տալ հավատքին, զորացավ հավատքով, միշտ իր արջև, միշտ իր աչքերի արջև, իր սրտի մեջ Աստծո կենտանի խոսքն է տրված, որ մի օր պետք է գար դու պետք է ազատվես քո հին մարդուցած սիրելիս, որը այսօր խանգարում է քեզ ապրելու, գիտես, խանգարում է Աստծո կամքը կատարելու, հոգևոր մարդ դառնալու համար պետք է ազատվել հին մարդուց։ Այսօր Աստծո համար կարևորը նոր մարդն է, նոր Ադամն է, հոգևոր մարդն է, ու մենք բոլորս այս պայքարի մեջ այս ձևով գնում ենք, գիտեք սիրելիներ։ Հավատքը, սիրելիներ, սովորելով է, ինչ-որ երեխեքին դպրոց կճամփենք, առաջի դասարանից սկսած, վերջը 10-րդ ու չգիտեմ ինչ հետո, մենք էլ այդպես պետք է սովորենք, քայլ առ քայլ, փնտրենք, խնդրենք, որոնենք, հիշում ես մի դեպք այդպես կուզեմ հիշեցնել, շատերիս մոտ, երբ որ մենք դարձենք եկել, այդ օրինակը իհարկե կա գրված է Կորսկառակելոցի մեջ Պողոս Առաքյալի համար էր, երբ որ ինքը Տիրոջը հանդիպեց, գիտենք, չէ, ինքը հարցրեց, Տեր, ինչ ես կամենում, որ անեմ։ Նախ հարցրեց, ով ես դու, հետո ասեց, ինչ ես կամենում, որ անեմ։ Մենք երբ որ դարձի ենք եկել, այդ ուրախությունը, այդ այցելությունը, այդ հայտնությունը, հոգու հայտնությունը մեզ էլ է բերել, գիտեք, այդ վիճակին, մեզ էլ է բերել այդ հարցին։ Ես չգիտեմ, չեմ պատկերացնում այդ մարդ, որը այդ հարցը տված չլինի։ Իր մեջ մտածել է, ինչ պետք է անեմ, ինչ անեմ, Տեր։ Պողոս Առաքյալը այդ հարցը տվեց։ Տեր, ինչ ես կամենում, որ անեմ։ Հիմա սիրելիներ, այդ առաջի շրջանն էր։ Հիմի շարունակությունը մեր կյանքի, հավատքը պետք է Աստծո խոսքի ճանապարհով գնա։ Մենք նորից այդ հարցը կուտանք, մեր ամբողջ կյանքի ընթացքում մենք այդ հարցը միշտ առաջնային է մեզ համար, թե մի փոքր ժամանակ կանցնի արդեն մենք շատերս գիտենք ինչ պետք է անենք, հա։ Երանի թե գիտենանք, ու ենք այնպես ինչ-որ Աստծո կամքը կսեր, ու Աստծո խոսքը կսորվցներ, բայց շատերս մոռանում ենք, շատերս մենք մեր մեջ այդպես մտածում ենք, որ սա էսպես է կարելի անել, բայց հետո անում այդ արդյունքը տեսնում ես, որ դա ամենևին էլ են չէր ինչ որ Աստված կսեր։ Այս հարցը պետք չէ մեր սրտից դատարի, մեր մտքից դատարի, այլ ամեն ժամանակ սիրելիներ, եթե դու կուզես քո հավատքդ առաջանա, արդյունք բերե, պտուղ բերե ժամանակի ընթացքում, դու միշտ այս հարցով դիմի Աստծուն։ Ինչ անեմ, Տեր։ Տերը քեզ կասի ինչ պետք է անես։ Տերը քեզի ցույց կտա, կոտրվելու ճանապարհ կտանի, որ հայտնությունները բացվի, խորհուրդը բացվի։ Ինչու համար Տեր Հիսուս ամեն ժամանակ միշտ այդ միտքը ասում էր. Ես ինձանից ոչինչ չեմ անում, Հայրը ինչպես սովորեցնում է, Հայրը ինչպես ցույց է տալուս, հոր կամքն էր անում։ Ու այսօր մեզ ում կամքը անել է պետք։ Երբ որ հավատքիդ մեջ գնաս, այդ ճանապարհը գնաս, սիրելիս, դու այդ միշտ Տիրոջ կհարցնես. Ինչ անեմ, Տեր, ինչ անեմ։ Հակոբոսը գիտեք խոսում է հավատքի գործի մասին։ Հակոբոսի թղթի մեջ այդպես գրված է երկրորդ գլուխ 17-րդ խոսքն ասում է այսպես էլ հավատքը եթե գործ չունենա ըստ ինքեան մեռած է։ Այստեղ իհարկե օրինակ է բերում, բայց հիմա ո՞րն է այդ հավատքի գործը, համար առաջի գործը, որ դու կոտրված լինես, որ դու խոնարհված լինես, որ քո մոտ հավատքը կստացվի այն դեպքում, երբ որ դու բարձրացնում ես Աստծո խոսքը քո կյանքի մեջ։ Երբ որ կամած այդպես առանձնանում է քո մտքերը ու բարձրանում է Աստծո խոսքը։ Հեռանում ենք այդ բոլոր քո այդ ներսի ապրումները վերլուծում ես Աստծո խոսքով, խոնարհվում ես, Աստված այցելություն է անում, շնորհք է տալիս, բժշկություն է անում, սիրելիներ։ Ու մեզ պետք է ճանապարհը գնալ այնպես, ինչպես այսօր մեզ ավետարանն է ցույց տալիս։ Իսկ եթե չգնանք, ինչ կեղնի։ Սիրելիներ, գիտեք, փարիսեցիների պես կյանենք։ Արտաքինից կարծես աստվածպաշտություն կա, բայց
ներսևանց լիքը խնդիրներ կան։ Պետք է գնալ ճանաչողության ճանապարհը։ Հովանու Ավետարան 8-րդ գլխի մեջ ասում էր իրան հավատացող հրեաներին, եթե դուք իմ խոսքի մեջ մնաք, ու այդ ընթացքը գնալով պիտի գնար ճանաչեք ճշմարտությունը, որ ազատ լինեք։ Ընթացք է, ճանապարհ է։ Եփեսացիս տղտի մեջ ասում է, ձեր մտքի հոգովը նորոգվեք, որ ին մարդուն անեք, ճանապարհ է։ Հովանու Ավետարան 15-րդ գլխի մեջ ինչպես պտուղ բերենք, ասում է, ես եմ որդը, եթե մնանք այդ որդումը մնալ, անընդհատ որդուց սնվել, որդումը մնալ։ Հովանու Ավետարան 15-րդ գլխից մի երկու համար կարդամ, սիրելիներ։ Տիրոջ խոսքը ասում է, ես եմ ճշմարիտ որդը, իմ այրը մշակն է, ամեն ճյուղ, որ ինձանում է և պտուղ չի բերում, նա կտրում է։ Այսօր մենք պտուղ բերում ենք, այսօր մենք ունենք հավատքի արդյունք, ունենք ներքին հաղորդակցություն Աստծու հետ այնքան, որ մեր ներսը լցված լինի, ու այսօր մարմնի շատ բաներին չնայենք, սիրելիներ։ Մարմինը Իրանը կուզե, բայց հոգին էլ Իրանը, սրանք իրար հակառակ են։ Եթե մենք մարմնին պետք է տեղ տանք, մարմնի ուզածին ցանկություններին տեղ տանք, բա հավատքն չի եկե, հավատքը իր գործը պետք է ունենա, որ հաղթություն բերե, զորանաս հավատքով, զորանաս հավատքի խոսքի մեջ, որ հաղթող լինես։ Մարմինը դինչ ասես կասե, բարգություն կուկա, նեղվածություն կուկա, նախանձու հակառակություն կուկա, թշնամություն կուկա, այս ամենը մարմնի բաներն են, բայց ինչպես հաղթես այդ ներքին պատերազմի մեջ, գնաս այդ ճանապարհը, խոնարհվես, փրկություն կդնես, սիրելիներ, անհոգ չլինես քեզ հայտնված խոսքի համար, որ դու, ինչպես Դավիթն ասում էր, Տիրոջը դրի իմ աչքերի առաջ։ Տիրոջը դրեցի, Աստծո խոսքը դրեցի իմ առաջ, ես մտածեցի այդ մասին, ես ֆորոնեցի, ես աղոթքից մեծ կանչեցի նրա անունը եւ Աստված չի ուշանա, սիրելիներ։ Եվ եթե այս բոլոր բաները մեր վրա գտնվում են, ինչպես Պետրոս Առաքյալն էր ասում, անպտուղ չեն անի մեզի, գիտեք այդ ճանաչողության մեջ։ Մեր հիմա հարցը ինչումն է, որ մենք դադար գնացող գալողներ չլինենք։ Մենք մտածենք, մենք եկել ենք Տիրոջ կենտանի խոսք լսելու, Տիրոջ ներկայության հետ հանդիպելու, Աստված այնքան բան ունի, այնքան, գիտեք, այնքան աշխատանք կա մեր ամենքի վրա, մեր ամենքի ներսիդին, այնքան աշխատանք կա։ Հələ դու պետք է բացահայտես քույն մարդուն, որ ինչքան ինքը հակառակ է Աստծո ուզածին, չէ՞։ Պողոս Առաքյալն այդ ճանապարհներ գնում, ասում էր, տեսնում եմ այդ օրենքը, մտքով Աստծո օրենքին կողմնակից եմ, բայց մարմնիս անդամներից մեջ ուրիշ բան եմ տեսնում, այս պատերազմի մեջ հարատևես պետք է։ Տիրոջ անունը կանչելով փրկություն պետք է գտնես, որ հավատքը աճի, բարձրանա, քեզի հաստատես իրեն, ու վերջապես իր արդյունքը տա, իր պտուղը տա։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Գիտեք, մենք շատ անգամ մտածում ենք ժամանակը սուղ է, ժամանակը քիչ է, չենք հասցնում Տիրոջը ժամանակ տալ, այդ ժամանակ տվողն Աստված է, սիրելիս։ Պատկերացնում եք, ամեն այդ ժամանակը ինքն է տվել մեզի։ Ու այդ ժամանակի մեջ մենք ժամանակ չունենանք Աստծո հետ գայլելու, ժամանակ չունենանք Տիրոջը տալու, ժամանակ չունենանք Աստծո խոսքի հետ հաղորդակցվելու, մտերիմ լինելու նրա հետ, մեր ուղեկիցը դարձնելու, մեր առաջնորդը դարձնելու։ Եվ մի տեղ եք ուզեմ կարդալ առաջի Տիմոթեոսին ուղված Պողոս Առաքյալի խոսքը, եւ նաեւ մեզ բոլորիս է իհարկե ուղված 4-րդ գլխում ասում էր. Ոչ ոք քո մանկությունը չանարգե, այլ օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով, ու ասում էր մինչև որքան միտք դիր կարտալուն, հորդորմունքին վարտապետությանը։ Անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար, որ քեզ տրվեցավ մարգարեությունով։ Ասում է միտք դիր կարտալուն, սիրելիս, միտք դիր։ Յուրաքանչյուր մարդ օրվա համար երևի ծրագիր ունի, չէ՞, ինչ անեն, որ ասենք դրան վաստակեմ, իմ ընտանիքի հոգսը հոգամ, բայց այս ամեն ինչից վերև թող քո մտքի մեջ սա լինի։ Տիրոջ ներկայությունը խնդրել է, միտք դիր կարտալուն։ Հետաքրքիր է, մեզնից քանիները այդպես ժամ ունին հատկացված Աստծուն օրվա մեջ։
Օրվա մեջ, չեմ ասում շաբաթվա մեջ։ Շաբաթվա մեջ ասենք մի օր, մի 2 ժամ կարող է գիրք կարդացի կամ կարող է եւ չկարդացի։ Քեզի ինչը պետք է օգնի աճելու մեջ, ճանաչողության մեջ։ Օրվա մեջ Տիրոջ երեսը փնտրելը։ Աստծո խոսքի հետ կապ ունենալը, միտք դիր։ Սա մենակ Տիմոթեոսին չի ասում, ինձ էլ է ասում, քեզ էլ է ասում։ Ուզում ես հավատքի մեջ արդյունք ունենաս, ուզում ես վերջապես այդ ճանաչողությունը ու վերջապես Իսահակ ծնվի քեզանից։ Գնա այդ ճանապարհով։ Աբրահամը մեզ համար օրինակ է, հավատքի հայր կոչվեցավ, որ մենք էլ նայենք, ինչ ճանապարհ անցավ, ինչ դժվարություններ, ինչ ապրումներ, հա՞։ Թե Իսմայելը, տեսեք մարդը խոստմունք էր առել, բայց իր սրտի մեջ կմտածեր, թե երևի պետք է Իսմայելը։ Մենք եկե մտածենք, մենք է շատ կռիվ կուտանք, թե այս հին մարդը ապրեր, գիտեք, սա է նշանակում, բայց ասվում էր ոչ, Աստված ասում է ոչ, սիրելիս, պետք է ապրի մարդը, որը Քրիստոսով է, որը Քրիստոսով ծնվել է, հասակ է առել, որ նոր հոգևոր է, որի պատկանելությունը ամբողջ ասումն է, Տիրոջ անունը փառավորվի, այս շարունակության մեջ ասում էր. Սրանք մտածիր, սրանցում կաց, որ քո առաջադիմությունը ամենին հայտնի լինի։ Զգուշ կաց անձիդ վարդապետության դրանում հարատևիր, որովհետև այդ անելով քո անձն էլ կապրեցնես եւ քեզ լսողներին էլ։ Այսօր ինչն է հարցը, որ մեր անձը ապրեցնենք Աստծո առաջին սիրելիներ, ու սա ճանապարհ է ցույց տալիս։ Սա անտասն է ասում, այսպես արա, այսպես վարվի։ Ու եթե այսպես անենք, ամեն բան այդպես մտածում եմ, որ լավ կլինի, որովհետև Հեսուին էր պատվիրում ու շատ պատվերներ կար, ասում էր, այսօր ընկի գիրկը չհեռանա, գիշեր ցերեկ նրա վրա մտածես, որ այն ժամանակ ասում է ճանապարհները հաջողակ կանես ու խելամուտ կլինես։ Աստծո խոսք ունեցի, Տիրոջ ներկայություն ունեցի, Տիրոջը ունեցի քո կյանքի մեջ, եւ Աստված ամեն բան իր ժամանակին վայելու ձևով արել է ու պետք է շարունակի անել ու մինչեւ ավարտին հասցնել։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։ Ամեն բանից առաջ փառք Տիրոջը, ասենք փառք Տիրոջը, եղբայրներ, քուրեր։ Երկեցինք, չէ, որ երկնքի դուռը բաց է մեզ համար, եղբայրներ ջան, քուրեր ջան։ Գիտենք, չէ, որ նոյի ժամանակ էլ տաբանի դռները բաց էր, բայց եկավ ժամանակ, երբ որ այդ դուռը փակվեց։ Եվ այսօր երկնքի դուռը բաց է մեզ համար եւ բոլոր ժողովուրդների համար, ազգերի։ Բայց Աստծո խոսքը ասում է, որ պիտի գա ժամանակ, որ այդ դուռը պիտի փակվի, եղբայրներ, քուրեր։ Եվ այսօր, քանի որ մենք ողորմություն ենք գտել եւ շնորհք ենք ստացել Աստծո որդի Հիսուս Քրիստոսից, լավ է, որ այս օրերի մեջ մենք այո այդ դռնով ներս մտնենք, եղբայրներ ջան, քուրեր ջան։ Եվ այդ դուռը, գիտեք, Հիսուսավ ես եմ այդ դուռը։ Գողգոթան է այդ դուռը, եղբայրներ, քուրեր։ Նեղը փշոտ է, քարկարոտ ճանապարհը, որը դեպի երկինք կտանի։ Կարծես այսպես կարճ համառոտ այդ դրան մասին խոսեցինք, բայց ինչպես Արմեն եղբայրը խոսեց եւ իմ սրտում էլ դրված է այսպես նայելու այդ մտքի վրայով, որովհետեւ Աստծո խոսքը չի եկել, որպեսզի մեր կյանքի մեր սրտի մտքի ուզածը կատարվի, եղբայրներ ջան, քուրեր ջան։ Աստված իր որդուն ուղարկել է, իր խոսքը ուղարկել է, որ իր կամքը կատարվի մեր մեջ, իր խոսքը կատարվի մեր մեջ։ Եվ ինչպես Աբրահամի օրինակը եղբայրը բերեց, որ Աբրահամը նա մի անձնավորություն էր, բայց Աստված ընտրություն կատարեց, չէ՞, կանչեց Աբրահամին, եղբայրներ, քուրեր։ Աստված կանչեց Աբրահամին, Հակոբին, Իսահակին, Աստված կանչեց իր ժողովրդին, Աստծո կանչն է եղել սա։ Եվ այսօր էլ մեր օրերի մեջ շարունակվում է Աստծո գործը, Աստծո կանչը, Աստծո հրավերը։ Ինչպես Հիսուս ասեց, եկեք ինձ բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ պիտի հանգստացնեմ։ Եղբայրներ, քուրեր, հանգստությունը դա մենք բոլորս գիտակցում ենք, չէ՞, հանգստանալու կարիք ունենք, թե չունենք։ Երբ որ հոգնում ենք, չէ, չարճարվում ենք դժվարությունից, նեղությունից, ուզում ենք հանգստանալ։
Բայց Աստված չի խոսում այն հանգստության մասին, որ այսպես կարծես մեր կյանքում մենք կարծես գործերից հոգնած։ Աստված խոսում է հավիտենական հանգստության մասին, եղբայրներ, քույրեր ջան։ Դրա համար մենք այդ ճանապարհի մեջ ենք։ Եվ ես ուզում եմ կարդալ Հեսուի գրքից, պիտի կարդամ սրտումս դրված է խոսալու Քրիստոս վեմի մասին, եղբայրներ, քույրեր ջան, որը շատ կարևոր է հավատքի կյանքի մեջ, Քրիստոս անկյունակարի մասին։ Այսօր շատ մարդիկ շատերը հավատք ունին, բայց հարցը հետևյալն է. ի՞նչն է իմ հավատքիս անկյունակարը։ Այսինքն այս խոսքը մեր կյանքում, այո, պիտի հարցականի տակ նայենք մենք, արդյոք իմ հավատքիս անկյունակարը Հիսուսն է, Քրիստոսն է, Քրիստոս վեմն է։ Եվ դրա համար սա եւ Աստված ուզում է, որ մեր բոլորի կյանքի մեջ, Աբրահամի կյանքի մեջ այդ վեմը հաստատվավ, գիտեք, փորձությունների միջով անցավ, եղբայրը խոսած, որպեսզի Աբրահամի անկյունակարը, չէ, յա անձը չեղնի, յա կարողությունը չեղնի։ Նույնիսկ այն վիճակին հասավ, որ չնայած մարմնի մեռած վիճակին, յա կնոջ վիճակին, ամեն բան մեռած էր, եղբայրներ, քույրեր, բայց հավատքի անկյունակարը Աստծո խոսքն էր։ Եվ այդ խոսքն է, որ Աբրահամի կյանքի մեջ ով ծնվավ, Իսահակը ծնվավ, եղբայրներ, քույրեր։ Մարդու ուզելով չծնվավ, Աստծո ուզելով ծնվավ։ Նոր մարդը մեր ուզելով չէ, Աստծո խոսքով պիտի ծնվի, եղբայրներ, քույրեր։ Եթե ինչքան էլ մենք ուզենանք, որ մեր կյանքի մեջ Իսահակը ծնվի, հա դա Քրիստոսի խորհուրդն է, նոր մարդու խորհուրդը, որ Աստծո խոստումի որդին է, որը Աստծուն հաճելի կյանք կապրի, որը կարող է իր անձը զոհաբերել։ Եվ դա խորհուրդն էր Քրիստոսի, որ նա է Աստծո պատկերը մեր մեջ։ Եվ այդ խոսքը մենք ինչքան էլ ուզենանք, եղբայրներ, քույրեր, մեր ուզելով չէ, այսինքն մեր մարդկային ճանապարհներով, մեր հնարած, մեր ուզելովը չէ, դա Աստծո ուզածով է։ Եվ այդ ճանապարհը Աստված է նախագծել, եղբայրներ, քույրեր։ Դրա համար սա ես եմ ճանապարհը, այսինքն այդ ճանապարհը արդեն գծված է, դու ուրիշ ճանապարհ մի փորձ է փնտրել, կամ մի փորձիր այդ ճանապարհը շրջանցել։ Եթե քո կյանքում կան խնդիրներ, դժվարություններ, դու մի փորձ է շրջանցել այդ ճանապարհները, եղբայրներ, քույրեր։ Հիսուսը ասա ես եմ ճանապարհը, որը նեղ է, փշոտ է, քարկարոտ է։ Ավելի լավ է, այո, խոնարհվի Աստծո առաջ, որպեսզի կյանքի փոփոխություն եղնի, եւ այդ ճանապարհին դու ինչ ես, հաճելի եղնի, գոհություն եղնի։ Եվ այսպես ուզում եմ կարդալ, տեսեք, Հեսուի գրքից, եղբայրներ, քույրեր, սա այն պահն է, երբ որ գիտեք, Աստված Մովսեսով Իսրայելին դուրս հանեց Եգիպտոսից, երկար տարիների ճանապարհ անցնելով, դժվարությունների ու փորձությունների միջով մոտեցան Քանանի երկրին, այն խոստումանը չէ, խոստումի երկիրը պիտի ժառանգեն, եւ գիտեք Մովսեսը չմտավ, բայց այո Աստված փոխեց հաջորդը հանեց Մովսեսին պիտի առաջնորդեր եւ Իսրայելի ժողովուրդը Հեսուի ցերկով, չէ, մտան Քանանի երկիրը պատերազմելով քանանացիների դեմ, ամորացիների դեմ, այդպես գերգեսացիների, հեբուսացիների դեմ պատերազմելով ժառանգությունը, խոստումը ընդունեցին, ժառանգությունը վերցրեցին եւ այսպես Հեսուն խոսում էր ժողովրդի հետ, որ կարծես պատգամ էր տալիս, այո Հեսուն էլ էր արդեն ծերացե, որ նա էլ պիտի խառնվեր չէ իր հայրերին եւ կարծես իր ծերության օրերի մեջ Հեսուն մի խորհուրդ էր տալիս կամ պատգամ էր տալիս, որ Աստծո ժողովուրդը պաշտեն Աստծուն, մնան Աստծո ուխտի մեջ, մնան Աստծո խոսքի մեջ։ Եվ դա գրված է Հեսու 24-րդ գլխի մեջ, որ Հեսուն ասեց, որ չլինի թե չէ Եգիպտոսի այն կողմը եղած, որ աստվածներին ծառայություն երեցիք, այստեղ էլ նույն ձեր ծառայությունը շարունակեք։ Եվ հետաքրքիր է, որ այսպես գրված է 16 խոսքը, այն ադեն ժողովուրդը պատասխան տվավ ու սավ, քավ լիցի, որ մենք Եհովան թողնանք, եւ ուրիշ աստվածներ պաշտենք, քանզի Եհովան ինքն է մեր Աստվածը,
որ մեզ ու մեր հայրերը Եգիպտոսի երկրեն ծառայության տնեն հանեց եւ ինքը մեր աչքերի առջև մեծ նշաններ ըրավ ու մեզ պահեց մեր գացած ճամփի մեջ եւ բոլոր ազգերի մեջ որոնց միջեն անցանք Եհովան բոլոր ազգերը ու այս երկրի մեջ բնակող ամորացիները մեր առջևեն վրընդեց մենք էլ Եհովան պիտի պաշտենք որովհետեւ մեր Աստվածը ինքն է Եղբայրներ քույրեր կարծես ժողովուրդը մեկ ձայն մեկ սիրտ էր չէ եւ իրանք տեսել էին Աստծո գսե մեր աչքերով տեսանք Աստծո գործերը Եվ գսե նա է մեր հայրերին հանեց չէ Եգիպտոսի երկրից վկայություն կտան Աստծո գործերի մասին Աստծո հրաշքների մասին Աստծո զորությունների ու նշանների մասին վկայություն կտան եւ որոշ բաների մեջ նրանք վկայվել էին չէ լսել էին որտեվ սերունդը կար որ իրանք դուրս չէին եկել Եգիպտոսից ծնվել էին անապատի մեջ բայց շատերը տեսել էին Աստծո գործերը եւ վկայություն էին ընդունել հայրերից չէ եւ նաեւ իրանք անձամբ տեսել են ես ամբողջ այս ժողովուրդը գսե մենք Եհովան պիտի պաշտենք որովհետեւ մեր աչքերով տեսանք այն բոլոր հրաշքները որ թե մեր կյանքում եւ թե մեր հայրերի կյանքում Եհովան արել է եղբայրներ քույրեր եւ գսե մենք նրան պիտի պաշտենք սա հավատք է թե հավատք չէ եղբայրներ քույրեր անհավատ մարդը սպես բան կարող է ասել չի կարող հավատք է բայց տեսեք ինչ է ասում Հեսուն 19 խոսքի մեջ Հեսուն ասում է եւ Հեսուն ժողովրդին սավ դուք չեք կրնա Եհովան պաշտել Հիմի հարց է առաջանում հիմի Հեսուն է ճիշտ է ժողովուրդը եղբայրներ քույրեր Հիմի Հեսուն ճիշտ տեսավ որ իրանք չեն կրնա ժողովուրդը սավ դուք չեք կրնա Եհովան պաշտեք թե ժողովուրդն են ճիշտ Հիմի ով էր սխալը եղբայրներ քույրեր Բմիտ է ժողովուրդը սխալ են, անհավատության մեջ են։ Սա այն ճանապարհն է, ինչի Հեսուն սա ասեց։ Եղբայրներ քույրեր, միթե այդ ժողովուրդը աստծոնտրյալ ժողովուրդը չէր։ Աստծոնտրյալ ժողովուրդն են, եւ այսպես զուգահեռ ուզում եմ այս մտքի վերաբերյալ մտքի շուրջ կարդալ Պետրոս առաքյալի թղթից եղբայրներ քույրեր։ Որտեւ սա մեզ է վերաբերվում, գիտեք, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Աստված չի ուզում, որ մենք, ինչպես Իսրայելի ժողովրդի համար գրված է, գրվեցա, որպեսզի մենք սորվենք, տեսնենք, որ ինչ տեղի ունեցավ։ Ոչ մի տարբերություն, հիշում եք Պողոսը գրում եք, չէ՞ որ Իսրայելն էր նույն վեմից էր խմում, չէ՞։ Նույն վեմից կերակրվան, որ էր Քրիստոս, ինչպես եւ նաեւ մենք։ Իսրայելը Քրիստոս վեմից է կերակրվել եղբայրներ քույրեր։ Եվ Քրիստոս վեմից է սնվել, բայց գրված է որ շատերը անապատի մեջ ընկան անհավատության պատճառով։ Եվ սա գրվել է որպեսզի մեզ օրինակ եղնի։ Որովհետև այսօր ես ու դու էլ նույն ճանապարհով ենք անցնում։ Եվ որպես անհատական անձ, որ Աստված ինձ ու քեզ կանչել է, եւ նաեւ Աստծո եկեղեցին, Աստծո ժողովուրդը, որ չէ, արագ Հիսուսի ժամանակաշրջանում ինչ տեղ ունեցավ, սա որ իմ եկեղեցին պիտի շինեմ։ Եվ եկեղեցին այս ճանապարհն է գնալու։ Եվ դրա համար, տեսեք, ինչ է գրում Պետրոս առաքյալը, որ գիտեք, Պետրոսը Քրիստոսի աշակերտներից մեկն էր, որին կանչել էր Հիսուսը, եւ գիտենք 12 աշակերտների կանչեց, ովքեր որ Քրիստոսի հետ էին, գիշեր-ցերեկ, Հիսուսի հետ զորություններ, նշաններ, հրաշքներ, նույնիսկ իշխանություն էին ընդունել դևերի ու չար ոգիների վրա, բայց հետաքրքիր է, որ ինչ է գրում Պետրոս առաքյալը Աստծո ժողովրդին, եւ սա ես մտածում եմ, որ եղբայրներ քույրեր ամեն խոսքերը, որ առաքյալները գրել են եւ բոլոր Սուրբ Գիրքը, որ հեղինակն են եղել, չէ՞, այդ խոսքերը գրելու եւ այսօր էլ երբ որ մենք խոսում ենք, թեկուզ այս մասին եղբայրները ամեն եղբայր խոսում է, մենք ընդունում ենք, որ առաջինը դա ինձ է վերաբերվում։ Եվ ինչ որ խոսում ենք, առաքյալները, որ գրել են այս մասին, նրանք դա ուղղակի ուրիշի կյանքում չեն տեսել, ապա իրանց կյանքի մեջ են տեսել։ Եվ դրա մասին նրանք վկայում են, որ Հովհաննես ինչ է ասում, մենք անձամբ տեսանք
շոշափեցինք ու վկայում ենք ձեզի այն կյանքը, որ հայտնվավ։ Այն կյանքը, որ հայտնվավ մեր մեջ, որտեղ մեր մեջ կյանք չկար, իսկ ինչ կա մեր մեջ, այս մասին եկեք խոսանք, եղբայրներ, քույրեր, որ Հեսուսով դուք չեք կրնա Եհովան պաշտեք։ Ռուսերենի մեջ այդպես է գրված, կսե невозможно, այսինքն հնարավոր չէ դուք որ Եհովային պաշտեք։ Հմ ինչի հնարավոր չէ, եկեք հասկանանք, ինչն է պատճառը, եղբայրներ, քույրեր, որ այս մարդիկ ասեցին մեր աչքերով ենք տեսել, մեր հայրերը տեսել են ու մենք պիտի Եհովան պաշտենք։ Կարծես մի բան իրանց կյանքի մեջ այնպես չէր ընթացել, որ Հեսուն դա տեսավ եւ Հեսունն էլ ասեց, չէ, բայց ես ու իմ տունը Եհովան պիտի պաշտենք։ Ինչի համար Հեսուսով ես ու իմ տունը Եհովան պիտի պաշտենք, բայց հիմի ժողովրդին ասում է, որ դուք չեք կրնա Եհովան պաշտեք։ Ինչ Հեսուն բարձր է ժողովրդին իրանից բարձր կտեսներ։ Ոչ, սրա մասին չէ խոսքը։ Եկեք տեսնենք ինչի մասին է խոսքը։ Եվ Պետրոսի թղթերից պիտի կարդամ առաջի թուղթ Պետրոս, երկրորդ գլխի մեջ այսպիսի խոսքեր է գրում Պետրոս առաքյալը. Ուրեմն մեկդի ցկելով ամեն չարություն, ամեն խաբեություն ու կեղծավորություն եւ նախանց եւ ամեն չարախոսություն, եղբայրներ քույրեր։ Պետրոս առաքյալը գրում է այս մասին եւ գիտեք ում է գրում։ Եկեք կարդանք առաջի գլուխը Պետրոս առաքյալի։ Նայեք ինչ է գրում։ Օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, առաջի գլուխ 3-րդ խոսքը, որ իր արած ողորմությունը մեզի նորեն ծնավ կենտանի հույսի համար, Հիսուս Քրիստոսին մեռելներին հարություն առնելովը, անկեղծ եւ անարատ անթարամ ժառանգության համար, որ երկինքը պահված է մեզի։ Շարունակությունը չեմ կարդա, կարող եք տունը կարդալ եւ հասկանալ, որ առաջի գլխում Պետրոս առաքյալը խոսում է Սվարտին, որ Աստված մեզ ընտրեց Հիսուս Քրիստոսի հարություն առնելով մեզի նորեն ծնեց կենտանի հույսի համար։ Եվ երկրորդ գլխի մեջ գրում է, թե ուրեմն ինչքան լավ է, չէ՞, մենք կենտանի հույսի Քրիստոս հայրություն է առել, չէ՞, մենք տոնեցին Քրիստոս հայրավի մեռելոց։ Բայց հիմի եղբայրներ քույրեր, առաքյալը գրում է, թե ուրեմն մեկդի ցկելով լավ է որ Քրիստոսով դու հարություն ես առել։ Լավ է որ Քրիստոս քեզի կենտանացրել է։ Լավ է որ Աստված քեզ ընտրել է, ինձ ընտրել է, մեզ ընտրել է։ Սա շատ լավ է, եղբայրներ քույրեր։ Եթե շարունակությունն էլ կարդակ, որ կսե որ ձեր հավատքի արդյունքը հոգիների փրկությունը ընդունեցիք։ Սա շատ լավ է, եղբայրներ քույրեր, որ այս ամենը մենք հավատացել ենք, ընդունել ենք։ Եվ հիմի Իսրայելն էլ ինչ էր ասում։ Մեր հայրերը Եգիպտոսի մեջ էին, չէ՞։ Եգիպտոսի լույսի տակ էին, դուրս եկան Եգիպտոսից, հրաշքներ տեսան, ծառայության լույսի տակից դուրս եկան, անապատի փորձությունների միջով, դժվարություններով անցան, եւ Աբրահամի մասին էլ խոսած եղբայրը, չէ՞։ Աբրահամին Աստված կանչել էր, սավ քեզի խոստում կտա, բայց Աբրահամ անհավատություն ներավ, Իսմայելին էր հուսացած, չէ՞։ Բայց ինչ, այսինքն Աբրահամի կյանքի մեջ ինչ կար, եղբայրներ քույրեր։ Այն ինչ որ Աստված էր ծրագրել, դա չկար, չէ՞։ Խոստումը առել էր, լսել էր Աստծո խոսքը, որ քեզի սերունդ պիտի տամ Իսահակով, բայց սեր Իսմայելը, եղբայրս ավ Իսմայելը ապրի։ Եվ այստեղ առաքյալը ասում է. ուրեմն մեկդի ցկելով ամեն չարություն։ Պաստորեն այստեղ ասում է, որ Աստված մեզի անկեղծ եւ անթարամ ժառանգության համար, որ պահված է եւ գսե մենք Աստծուց ծնվանք եւ փրկություն ընդունեցինք, հիմա այս մարդկանց առաքյալը ասում է, որ ուստի մեկդի ցկելով ամեն չարություն, եղբայրներ քույրեր։ Եվ հարց է առաջանում, ես այս հարցը ինձ տվել եմ, եւ լավ է, որ ամեն մեկս մեզի հարց տան։ Կա իմ մեջ չարություն, թե չկա։ Կամ չարություն ասելով ինչ ենք հասկանում։ Շարունակում է. ամեն խաբեություն, եղբայրներ քույրեր, ամեն կեղծավորություն եւ նախանց եւ ամեն չարախոսություն։ Այս ամեն վիճակները, որ խոսում ենք, եղբայրներ քույրեր, այո, սա չի վերաբերվում Քրիստոս կյանքին, Քրիստոսով նոր մարդուն։ Քրիստոսով նոր մարդու մեջ չկա այսպիսի հատկություններ, այդպես ասեմ։
Մենք խոստումները առել ենք, բայց Աստծո խոսքը իմ մեջ այո եւ ամեն դարձել է, այսինքն հարց է արդեն։ Մենք օրինակ գրած ենք, ամեն խաբեություն, ես մի հատ օրինակ բերեմ, հա, խաբել գիտենք, չէ՞ ինչ է նշանակում, այսինքն ինչ որ մեկին խաբել ես կամ դու ես խաբնվել։ Հասկանում ենք, չէ՞ այս բանը։ Բայց հետաքրքիր է, եղբայրներ, քույրեր։ Ես որ ասում եմ, ես ին վրա վերցնեմ, ես որ ասում եմ, ես հավատացյալ եմ, քրիստոնյա եմ, մարդկանց վկայում եմ։ Ցույց եմ տալիս, որ ես այս մարդն եմ, բայց իրականում այդ մարդը չեմ։ Հիմա ես ում եմ խաբում, եղբայրներ, քույրեր։ Հիմա մենք եղել է, չէ, եկել ենք եղբայր ջան, կներեք, ինչ որ մեկի հանգարց չմտածեք, մեղքն եմ դուրս։ Սուդեմ, ինչ է եղբայր կամ քույր։ Մեկ եկավ սավ ինձ գումարով կրնաս օգնես, ունե այդ գումարը չտվեցի, խաբեցի։ Զղջակը դուր համար խաբել է, եղբայրներ, քույրեր։ Հայ, պետք է զղջալ, սուդ է խոսած է, խաբել է, բայց երբևէ զղջամ, որ ես չեմ ապրել իմ կյանքով, որը ցույց կտամ, բայց իրական չէ իմ ներսի կյանքը, եղբայրներ, քույրեր։ Դրա համար Հեսուսով դուք չեք կրնա։ Ձեր ներսի խնդիրների մեջ, ճիշտ է, Եգիպտոսից դուրս եք եկել, բայց ես հավատացած եմ, որ Աստծուն մոտեցող մարդիկ իրանք տեսան իրանց ներսի գերությունը, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Դրա համար Հեսուսով դուք չեք կրնա, պաշտեք, որտեղ հին մարդը, որը գերի է մեղքին, մավան օրենքի ստրուկն է, ինքը չի կրնա Աստծուն պաշտել, եղբայրներ, քույրեր։ Հին մարդը Աստծուն չի կրնա պաշտել, Քրիստոս դրա համար է եկել, որ հին մարդը դատապարտե խաչի վրա։ Դրա համար առաքյալ ասում է, մեկդի ցկելով, հիմա ինչը մեկդի ցկեմ, եղբայրներ, քույրեր, ինչը ազատագրվիմ չարությունից։ Ինչ կան եղել, որ մեր սիրտը դառնացել է, չարացել է, իրավիճակների, կարող է աշտարացի կամ անաշտարացի, բայց տեղի է ունեցել, չէ՞, մեր կյանքի մեջ։ Դա կեղնի եղբոր հանդեպ, քրոջ հանդեպ, տան անդամի հանդեպ, բարեկամի հանդեպ, աշխատանքի վայրում, ինչ որ մեկի հանդեպ սիրտը չարացել է, եղբայրներ, քույրեր։ Մենք լավ գիտենք, չէ՞, սա չարին հակառակ մի կեցիր, բարյով հաղթե չարին, չէ՞։ Իսկ լավ գիտենք։ Հիմա մեկը մեր նկատմամբ չարությունները, մեր սիրտը դառնացել է չարը, մենք էլ ենք չարացել։ Սուրբ գրքից համարներ գտել ենք, որ այս մարդու հետ սպես պիտի վարվենք, բայց սիրտս ինձ խաբեք է։ Սիրտս ինձ խաբե, եղբայրներ, քույրեր, եւ կսե կեղծավորություն։ Հա, խաբեության նման մի բան է, չէ՞ կեղծը։ Այսինքն կեղծել, ցույց տալ մի բան, բայց որը դա չի։ Ես կսեմ, ես քրիստոնյա եմ, բայց իրականության մեջ քրիստոնյա չեմ։ Ինչի չեմ, որտեվ սիրել չիտեմ, ներել չիտեմ։ Քրիստոնյան չի կնա չսիրել, եղբայրներ, քույրեր։ Քրիստոնյան չի կնա չներել։ Քրիստոսը խաչի վրա սավ հայր ների իրան, սա Քրիստոս կյանքի խորհուրդն է։ Ուրիշ հարցերում եթե բան չանենք, բայց ես իմ անձը այդպես եմ, երբ որ ուզում եմ իմ անձը բերել Տիրոջ առաջ, իրավիճակների մեջ ճիշտ վարվա թե չվարվա, ես մի անգամից չեմ նայում, ասենք այս եղբայրը սպես վարվա, բնիկնպես ես էսպես վարվա։ Ես անմիջապես նայում եմ Քրիստոս ինչ է վարվել, եղբայրներ, քույրեր։ Այդտեղից եմ, որովհետև ճշմարտությունը ինքն է, եղբայրը չէ, քուրը չէ, ինչ որ մեկը չէ, մարդը չէ, Քրիստոսն է ճշմարտությունը։ Հիմա ես իմ անձը ում հետ բաղդադեմ։ Մենք ում հետ ենք մեր անձը բաղդադում։ Եթե փարիսեցի եմ, պիտի ասեմ, ես ես մեղավորի նման չեմ, չէ՞։ Փարիսեցիները այդպես էին, յանց անձը մեղավորին բռնեին, յանց անձը համեմատեին։ Ես մեղավորի նման չեմ, ես եղբոր նման չեմ, ես քրոջը նման չեմ։ Բայց այդ փարիսեցու հավատքի կյանքը Տիրոջը հաճելի չէ։ Ամեն նախ անձ, անձի կյանք, կատե չկա մեր, նախ անձ, եղբայրներ, քույրեր։ Եկեք անկեղծ եղնենք։ Անձի կյանք կա մեր մեջ, թե չկա։ Նախ իմ անձիս, ինչ որ ինձ է հաճելի, ինչ որ ինձ է լավ, անձիս կյանքը, սա Քրիստոս կյանքի մեջ նախանձի խորհուրդ չկա, եղբայրներ, քույրեր ջան։ Եվ ամեն չարախոսություն, չարը խոսալ, եղբոր հանդեպ, քրոջ հանդեպ, բարեկամի հանդեպ, ինչ որ մեկ չարը խոսալ, եղբայրներ, քույրեր։
Կսե մեկդից եկեք, հիմի ինչ է մեկդից եկենք, եղբայրներ քույրեր։ Շորը մեր հանդես նրա մաշվում է, չէ, մենք կարող ենք հեշտությամբ հանել, գցել, եղբայրներ քույրեր։ Բայց դիք հանելու բան չէ, ինչ է մեկդից եկեմ, երբ որ ես դեռ իմ հավատքս կապված է այդ կյանքի հետ։ Իմ հավատքս չեմ տվել Քրիստոսին։ Իմ հավատքիս անգյունակարը հիմքը, որի վրա կառուցվի պիտի երկնքի հավատքը, Քրիստոսը չէ, եղբայրներ քույրեր։ Որովհետև անգյունակար խորհուրդը ինչ է, եղբայրները լավ գիտեն, չէ՞, շինարարության մեջ է, որ հիմքը կտրվի, առաջի քարը կտրվի, անգյունի քարը, անգյունի գլուխը, որովհետև այդ անգյունի քարից է կախված, չէ՞, բոլոր քարերի ուղղությունը, շարքը, աջ, ցախ եւ բարձրությունները, ինչի հետ է կապված։ Այդ առաջի անգյունակարի հետ է կապված։ Եթե շինարարության մեջ եղբայրներ, այդ անգյունակարը մի միլիմետր, պատկերացրեք, մի միլիմետր հիմքի նկատմամբ ծուր դրվավ, մի միլիմետր, կամ այնտեղ 10-րդ տագանները կա, չէ՞, բայց 10 մետրի վրա, 20 մետրի վրա, 30 մետրի վրա, եթե այդ ուղղությունը շարունակենք, տարբերությունը ինչքան մեծ կեղնի եղբայրներ ջան, կրնանք չէ հաշվարկենք, սա սովորական հաշվարկ է։ Իսկ եթե հավատքի կյանքի մեջ պատկերացնեք Աբրամը ինչ շեղվավ։ Աբրամի պես մարդին, որին Աստված կանչել էր, որ պիտի հավատքի հայր կոչվեր, բայց ուր էր հասել։ Իսմայելը կուզեր ապրեր, եղբայրներ քույրեր։ Շեղվել էր Աստծո ճանապարհից, թե չէ շեղվել։ Շեղվել էր, որովհետև անգյունակարը դեռ հələ ինչն էր, Աստծո խոսքը չէր, վեմը չէր, Քրիստոսը չէր։ Եվ այստեղ ինչքան կարևոր է, որ Աստված, երբ որ խոսում է մեր ամենքի հետ, եղբայրներ քույրեր ջան, մենք այդ խոսքերը ոչ թե ուղղակի կուքանք լսենք, կերտանք, չէ, այդպես չէ, եղբայրներ քույրեր։ Գրված է, որ ի գործ դնենք։ Մենք որ մեր կյանքում ինչ որ մասնագիտության հարցերում իմանում ենք, չէ՞, ասեն բոլոր բնակավարներում, ասենք ենթադրենք քույրերը թխվածք են երել, լավ չի ստացվել, մի քսեն ինչ խնենք որ լավ ստացվի, թե ով որ լավ է ստացվել է, քսե այսպես էր, ասպես էր, ասպես էր, ի գործ կտնես, չէ, ծածը ի գործ կտնես, թե լսես կը կերտաս էլի քուքի դե ծածով կենես։ Հիմա եթե ես Աստծո խոսքը իմ կյանքի մեջ ի գործ չեմ տնե, եղբայրներ քույրեր, հասկանանք, որ շատ անգամ մենք լսենք, բայց ասենք թող այդ եղբայրը, այդ քույրը դիմացինը ի գործ տնե։ Բայց Աստված իմ հետ է խոսացել։ Աստված իմ հետ է խոսացել, քո հետ է խոսացել, որ քո կյանքի մեջ ի գործ տնես։ Դա 118 Սաղմոսի մեջ այսպես է գրված, 17 խոսքը, պիտի չմեռնեմ, հապա պիտի ապրիմ, որ Տիրոջ գործերը պատմեմ։ Տերը զիս շատ խրատեց, բայց մավան չմատնեց։ Տիրոջ խրատը մավան համար չէ, եղբայրներ քույրեր։ Երբ որ Տերը բացեք է իմ մեղավոր վիճակս, իմ հպարտությունս, իմ նախանձը, իմ չարությունը, մավան համար չէ, մի վախեցի։ Շատերը վախենան գդիկ խոստովանվին, կմտածեն, որ խոստովանվին Տերը յանց չի ընդունե։ Բայց հակառակը, այ անկեղծությունը դիք է, որ ես կխոստովանվím իմ վիճակը, որ Տերը խրատել ինձի, եւ Տերը որ խրատում է, մավան չի մատնի, եղբայրներ քույրեր։ Տերը զի շատ խրատեց, բայց մավան չմատնեց զիս։ Եվ ինչ ասում, բացեք ինձի արտարության դռները, որ անոնց մեջ մտնեմ եւ Տիրոջը գոհություն մատուցանեմ։ Տիրոջը գոհանալ, եղբայրներ քույրեր։ Եղել է, չէ, քույրերը գրել են գոհության աղոթք, ինչ եղե քույրիկ ջան, հրաշք եղե երեխու կյանքի մեջ, անձի կյանքի մեջ, բժշկություններ է, ողորմություններ է, գոհանանքը չէ Տիրոջից։ Բայց ես կգոհանամ Աստծուց, ինչ է ասում, թե բացեք ինձի արտարության դռները, որ անոնց մեջ մտնեմ եւ Տիրոջը գոհություն մատուցանեմ։
ես գոհանամ որ Քրիստոս դու հայտնվել ես իմ կյանքի մեջ։ Եվ իմ ներսը մեղքը դատապարտել ես, բացել ես ինձի խրատել ես, որ ես գոհանամ որ ինձի այս չար սրտից ես ազատել Հիսուս ջան։ Զաքեոսը, որ հիվանդության մեջ, վշկերի մեջ պարկած էր եղբայրներ քուրեր։ Այդպես կարճ է, չէ՞ գրած այդ պատմությունը։ Բայց ես կհավատամ, որ ինքը կսեր փառքեզի Հիսուս ջան, Աստված ջան, ես շնորհակալ եմ, որ իմ սիրտս ազատագրել ես մեղքի մահվան իշխանությունից։ Թեպետ վեշկերի մեջ եմ, բայց կյանքը դու ես։ Այս հավատն է, որ ուր տարավ Աբրահամի գիրկը։ Այս հավատն է, եղբայրներ քուրեր ջան, իր կյանքի մեջ մարմնավոր հեշտման չփոխվավ։ Վեշկերը չբժշկվան, մարդիկյան ողորմություն չէին ենե, բայց ինքը հայտնվավ Աբրահամի գրքի մեջ։ Ինչի հայտնվավ։ Չար սիրտոր ունենար հայտնվեր, նախանց սիրտոր ունենար հայտնվեր, բայց ինքը չուներ այդ վիճակը, թե ինքը սուրբ էր ծնվել։ Տերը խրատել էր եղբայրներ քուրեր։ Տերը խրատել էր։ Եվ սա բացեք ինձ աշտարության դռները, որ անոնց մեջ մտնեմ եւ Տիրոջը գոհություն մատուցանեմ։ Եվ հիմա արեք տեսնենք որն է այդ դուռը, որ դե դռնով մենք մտնենք եղբայրներ քուրեր։ Եվ այդտեղ Տիրոջը գոհություն մատուցանենք։ Այս է Տիրոջ դուռը։ Աշտարները ասկե պիտի մտնեն։ Կգոհանամ քեզ մե, որ ինձի պատասխան տվիր, որ ինձի փրկություն եղար։ Այն քարը, որ շինողները անարգեցին, անկյունի գլուխ եղավ, սա Տիրոջմեն եղավ եւ զարմանալի է սա մեր աչքերին։ Սա այն օրն է, որ Տերը ստեղծեց, ցնծանք եւ ուրախ ըլանք անոր մեջ։ Ուրեմն ինչ ենք տեսնում եղբայրներ քուրեր, որ այս Սաղմոսի հեղինակին բացվավ Քրիստոս անկյունակարը, որ շինողները անարգեցին, բայց սա Տիրոջմեն եղավ եւ զարմանալի է մեր աչքերուն։ Շատերը զարմանում են եղբայրներ քուրեր, որ ինչպես հնարավոր է, չէ՞, ինչպես հնարավոր է Քրիստոսը լիներ անկյունի գլուխը։ Հրեաները, Իսրայելը, շինողները, չէ, վարդապետներն էին, բայց անարգեցին։ Բայց նա անկյունի գլուխը եղավ։ Եվ Եսայի մարգարեն 28-րդ գլխի մեջ այսպես է ասում, մարգարեանում է եւ ասում է Տիրոջ խոսքը. Այսօր համար Տեր Եհովան այսպես կսե. Ահա Սիոնի մեջ վեմը կտնեմ, իբրև հիմք։ Ընտիր վեմ պատվական անկյուն, հաստատուն հիմք։ Ով որ հավատա նրան պիտի չարդորա փախչելու։ Եվ Պետրոս Առաքյալը այս խոսքը մեջ բերում է յաթղթերի մեջ, ասում է ով որ հավատա նրան պիտի չամչնա, եղբայրներ քուրեր, ամոթով պիտի չմնա, պիտի չարդորաս փախնել։ Մենք շատ անգամ ինչ կենենք, փախնենք մեր խնդիրներից, խնդիրներից, փոխանակ Տիրոջը հավատանք, այդ վեմի վրա մեր հիմքը հաստատենք, մեր հավատքը անկյունակարը Քրիստոսը լինի, եղբայրներ քուրեր, մենք կուզենք այդ խնդիրներից փախնենք, դժվարություններից փախնենք, ճշմարտությունը դավանելուց փախնենք, եղբայրներ քուրեր, մի վախեցի ճշմարտությունը դավանել, պիտի չամչնաս։ Մի հատ ուրիշ թարգմանության մեջ է, որ կարդացի այսպես էր գրված. խուճապի պիտի չմատնվի։ Եկեք անկեղծ եղնենք, ինչքան ենք մենք խուճապահար եղել։ Երբ որ մի հատ լուր ենք իմացել, մի հատ վիճակ է եղել, մի հատ խնդիր է առաջացել։ Իսկ բնական է, գիտեք, մենք չենք էլ կրնա խուճապահար եղնել, եղբայրներ քուրեր, որովհետև դա ցույց է տալիս, որ Քրիստոս վեմը չէ իմ հավատքիս անկյունակարը։ Ուրիշին մի մեղադրե, ուրիշ վիճակներ մի փնտրե, լավ ծոմքի չէ, պահե դուր համար, ուրիշ տեղ մի արի սա Հիսուս ջան, ես քո մեջ չեմ եղել։
Եվ Հիսուսին ասավ, սա երկնքի թագավորությունը նման է մի կնոջ, որ խմորի է նման։ Հետո քիշեք չէ դարակը։ Սա այդ խմորը առավ, դրավ իր գրիվ ալյուրի մեջ եւ ամենը խմորվեցավ։ Մինչեւ ամենքը խմորվեցան։ Հիմա Աստված եղբայրներ քուրեր, ինձ ու քեզ առետրել է Քրիստոսի մեջ։ Քրիստոսն է խմորը, կյանքի հացը, առանց թթխմորի, չարության ու անզգամության, չէ՞, հիշում եք, տոն կատարեք։ Հիմա Աստված ինձ ու քեզի դրել է Քրիստոսի մեջ։ Մինչև որ մեգանամ իա հետ, եղբայրներ քուրեր ջան։ Մինչև որ իմ ներսի, այդ բնությունը, մինչև որ իմ ներսի աղտոտված վիճակը բերեմ լույսի առաջ եւ Քրիստոսի խաչի վրա եղած հավատքով, որ Պողոս Արաքյալը գրում է, չէ, ասում է, եւ մեր հին մարդը անոր հետ խաչի ելավ։ Հին մարդը անոր հետ խաչի ելավ, եղբայրներ քուրեր։ Այսինքն Պողոսը հոժարեց հին մարդուն խաչել, մերժել։ Հին մարդու աստվածապաշտ, հին մարդն էլ է, գիտեք, աստվածապաշտ։ Չագերտավորսը։ Հին մարդ կա, որ իա մարդկային իմաստությունով, խելքով, Աստուն կհավատա եղբայրներ քուրեր։ Եվ դա հեսում, որ սա դուք չեք կնա Աստծուն պաշտել, այդ ժողովրդի կարգավիճակն էր եղբայրներ քուրեր, որ իրանց ներսի գերությունից դեռ ազատ չէին։ Իհարկե այս խորհուրդը հին ուխտում այդպես խորը չէր բացվել, որովհետև Առաքյալը գրում է, որ ասում է մեզի համար աղոթք կերեք, որքսե բոլոր դարերի մեջ ծածկված էր այս խորհուրդը, Քրիստոս խորհուրդը, որ մեզի հայտնվեցավ եւ մենք էլ ցեզի կփոխանցենք։ Այսինքն, այո, Աստված պատրաստեց ճանապարհ, որ իմ ու քո կյանքի մեջ Քրիստոսի խորհուրդը բացվի։ Եվ շատերն էլ գրված է, քսե հավատքով եւ դրանից այստեղ հերվից տեսան ու ողջունեցին այն ազատությունը, որ Քրիստոս պիտի բերե մարդու հոգու աշխարհի մեջ, եղբայրներ ջան, քուրեր ջան։ Եվ դրա համար այսպես շարունակեմ խոսքը Պետրոսի, որ գրեց հեր ուրեմն մեկտից եկեք ամեն չարություն, չէ՞, եւ շարունակությունը ինչ է գրում։ Երկրորդ խոսքը նորացին մանուկների պես։ Եղբայրներ քուրեր, մենք բոլորի ընտանիքներում մենք ունենք, չէ՞, նորացին երեխեք ունեցել ենք, ունեցել ենք։ Այդ նորացին երեխու սրտի մեջ, այսպես եմ, խորհուրդների մեջ նենգություն կա, չարություն կա, նախանց կա, հբարդություն կա, նորացին վիճակի մասին է խոսքը, բայց մեկ քիչ որ կմեծանանք, սկսեն նախանձել, չէ՞։ Օրինակ, մեր տան մեջ, մեր թորնիկի կյանքի մեջ այն փոքրն է ծնվել, մաման նոր շատ կգրգե, մեկ եք ու կա մամայի փեշերին, ընձե կգրգե։ Մեկ քիչ մորա փոքրին շատ ուշադրություն կդարձնենք, սաղս կգրգենքը, մեկ է, հոպ, ինքը հայտնվի կենտրոնում, հələ մի ամենին վրա ուշադրություն դարձրեք։ Եղբայրներ քուրեր, սիգե նորացին մարդու կյանքի մեջ, Քրիստոսով նոր ծնվածի կյանքի մեջ, սա չկա, եղբայրներ քուրեր, եկեք չխառնենք, եկեք խաբեությամբ չզբաղվենք, բանական ու անխարդախ կատին փապակեցեք, այդ կատը, որը Աստծո խոսքն է, երկնքից հայտնված, որը քեզի խոստում է տվել, այդ կատը կարող է քեզի ապրեցնել, կերակրել, որ դու մինչև փրկություն մեծանաս առանց գայթակղության, առանց ճանապարհից շեղվելու, եւ այդ կատը դա Աստծո խոսքն է։ Որ այո, եղբայրս ասավ, ես Աստծո խոսք չեմ կարդալու համար, որ եղբայրները հարստանս եմ հակարտացել եմ։ Ես Աստծո խոսքը կարդամ, որովհետեւ իմ ներսս կարիք ունի, ծառավ է Աստծո լույսին։ Ինչքան ես ինձի խապեմ, ինչքան ինձի ազատագրողը, քեզ ազատագրողը, լուսավորողը դա Աստծո խոսքն է։ Եվ խոստումներին, նույն խոստումներին, որ Աստված տվել է մեր կյանքի մեջ, հասցնողը դա նորից Աստծո խոսքն է, եղբայրներ քուրեր։ Եվ դրա համար ասում է, փապակեցեք նորացին անպանական ու անխարդախ կատին, քանզի Տիրոջ քաղցրալու համը առակ։ Եվ 6-րդ խոսքը ասում է, մոտեցեք անոր այն կենտանի վեմին, որ թեպետ մարդկանցից անարգված է, բայց Աստծուց ընտրված ու պատվական է։ Դուք էլ կենտանի քարերի պես շինվիք։ Հետաքրքիր չէ, Պետրոսին չէ, սա Պետրոս դու վեմ ես, ես վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին։
բայց դեռ Պետրոսը կսվեմ է Հիսուսն է։ Միգուցե մարդիկ շատերը մարմնավոր լսել էին այդ վկայությունը, չէ՞ որ Հիսուսը ասել էր ու այդ ժամանակի հավատացյալները կսեին, այդ Պետրոս առաքյալն է, որին Հիսուսը ասավ դու ես վեմը, կարծես մարդու մեջ կա, չէ՞, իր հավատքը շինեուն վրա, մարդու վրա, երևույթի վրա, ցանկությունների վրա, Եգիպտոսի անդի կողմը աղոդար աստվածների վրա եղբայրներ կրեր, բայց Պետրոսը ասե ես էլ ձեզի պես նախանց կերձավոր չար մարդ եմ եղել, բայց այդ վեմին մոտեցա, այդ վեմը իմ կյանքը փոխեց եւ ինձ դարձրավ կենտանի քար, որպեսզի դուք ալ կենտանի քարի պես շինվիք հոգեվոր տաճար, մի ճավայր եղավ իմ սրտի մեջ, որտեղ որ Աստծուն պատարակ կմատուցանեմ, պաշտամունք տեղի կունենա, հոգեվոր պաշտամունք տեղի կունենա, չէ՞ Հիսուսը եւ հիմա է որ Հորը երկրպագություն պիտենեն հոգով ու ճշմարտությունով, կենտանի քարի պես շինվիք հոգեվոր տաճար, սուրբ քահանայություն Հիսուս Քրիստոսի ձեռքով Աստծուն հաճելի հոգեվոր պատարակներ մատուցանելու, որովհետև գրքի մեջ էլ կա, ահա Սիոնի մեջ ընդիր պատվական անկյունի վեմ կտնեմ, ով որ նրան հավատա պիտի չամչենա։ Ուստի ձեզ հավատացյալներուդ պատվական է նա, բայց անհավատներին այն քարը, որ շինողներն անարգեցին, անկյունի գլուխ եղավ եւ գլորմելու եւ գայթակղություն եղավ իրանց համար, եղբայրներ քույրեր, բայց անոնք որ ընդունեցին, բայց դուք ընդիշ ցեղեք, թագավորական քահանություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ մը, որպիսի հրճակեք անոր առաքինությունները։ Պատմենք Տիրոջ գործը, եղբայրներ քույրեր ջան։ Տիրոջ գործը ի՞նչն է։ Անոր խրկածին հավատալը, որ ինքը եկավ իմ ներսի կյանքի մեջ, ինձ դրավ իա մեջ, որպիսի ես էլ հաստատվեմ իա մեջ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։ Ժամանակը կարճ է, ձեր համբերությունը չեմ շահագործե, ընդամենը մեկտեղ կուզեմ կարդամ Սաղմոս 90-ի 12-ը եւ հետո հայտարարություններ կա, կխնդրեմ ուշադիր եղեք։ Սաղմոս 90-ի 12 խոսքը Սովորեցրում ես, որ այնպես համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։ Եղբայրներ քույրեր ջան, մենք գիտենք, որ բոլոր մարդիկ իրանց կյանքում հաշվարկում են, իրանց գործերը, աշխատանքները, իրանց հարաբերությունները, ամեն ինչի մեջ հաշիվ ենք տեսնում, մտածում ենք որն է մեր օգուտը, մեր շահը, բայց Սուրբ Գիրքն ասում է, խելացի մարդիկ սպես մտածում են, որ Տերը տա իմաստություն, որ մենք այնպես մեր կյանքը հաշվենք, որ մեր հաշիվների մեջ մենք Քրիստոս շահենք։ Իմաստուն սիրտը այն մարդիկ կունենան, որոնք ունեն Քրիստոս, որ պիտի իմաստուն սիրտ ունենամ, սա նշանակում է ունենամ Քրիստոսին, եղբայրներ քույրեր։ Իմ հորդորսը, կյանքում այո դժվարություններ կան, հոգսեր կան, բայց ձեր հաշվարկները ամեն ինչ կորցնելու եք, մարմինը կորցնելու եք, ամեն ինչ չի մնալու մեզ, ոչինչ, բայց երբ որ մենք խելացի հաշվարկ ենք մեր կյանքի մեջ, եւ մեր հաշիվների մեջ առաջինը Տերը լինի, մեր հաշվարկների մեջ, ոչինչ հաշվարկների մեջ մարմնին դժվար կեղնի, մեր շահը չի եղնի, մեր փառքը չի եղնի, մի քիչ մարմնից կնվազվի, աշխատանքի ամեն գործերի մեջ մի կարևոր հաշվարկ պիտենենք, քո հաշիվների մեջ մտնում է Քրիստոսը, կիմանաք, մի անձնավորություն կար, մի հարուստ մարդ կար, որ երբ որ իր բերք էր ունեցել այգին, ինքը մտածեց այսպես, ինչ անեմ, բերքը շատ առատ է, բայց լավ, իր անձին սավ սպես հաշվարկ երավ, եւ սպես մտածեց, իր անձի մեջ խոսած եւ մտածեց եւ ասեց, այս կանեմ, ամբարներս կմեծացնեմ, բերքերս ընդեղ կլցնեմ, կտեղավորեմ եւ իմ անձին կսեմ, ով անձս։ Շատ տարիների համար շատ բարիքներ ունի ժողված, հանգստացիր, կեր, խմիր, զվարճացիր, բայց գիշերը Տերը եկավ եւ ասեց անմիտ, այն որ դու ես կան հավաքեցիր, այս գիշեր հոգիդ պիտի քեզանից առնի։ Մարդը ապրում է եղբայրներ քույրեր,
իր հաշվարկների մեջ մահը չկա։ Իր հաշվարկների մեջ հոգին չկա։ Ինքն ասում է շատ տարիների մեջ ինքը մտածում է, որ դեռ ապրելու է, կյանքը առաջն է, 5 տարի, 10 տարի, 15 տարի, 20 տարի, երիտասարդ եմ, դեռ ապրելու եմ։ Ով է որոշե իշքան ես ապրելու։ Ով գիտե ստեղ իշքան է ապրելու 75 տարի, 3 ամիս, 4 օր։ Ով գիտե, ով կարող է ասել։ Մարդու հաշվարկների մեջ չի մտնում հոգին, հոգի կյանքը, Քրիստոսի խորհուրդը, Աստվածային խորհուրդը, երբ որ իր հոգին այդ գիշեր վերցվեր, ուր կմնար իր նպատակները, ուր կմնար իր երազանքները, այն որ ինքը ուներ նպատակ, այն որ պատկերացնում էր, որ պիտի երկար տարիներ հանգիստ ապրի, ուտե, խմե, զվարճանա, ուր մնաց դրանք, երբ որ մահը եկավ։ Դրա համար եղբայրներ, քույրեր, բերեք մենք մի ժողովուրդ ենք, որ մենք չենք մտածում մարմնի մասին, մենք եկել ենք մտածելու հոգու մասին, եւ մեր կյանքի մեջ խառնենք Աստծո խոսքը, եւ մեր կյանքի մեջ, մեր հաշվարկների մեջ Քրիստոս ունենանք, եւ մենք Տիրոջը շահենք։ Եղբայրներ, քույրեր, Տերը թող օրհնե ձեզի, իմաստուն սիրտ տա, որ այնպես դասավորեք, այնպես համարեք, այնպես հաշվեք, այնպես ձեր կյանքը դասավորեք, ժամանակները դասավորեք, կյանքից կկտրեք, չգիտեմ, ժամանակից կկտրեք, բայց Քրիստոսից չզրկվեք։ Ոչինչ չի մնալու։ Եղբայրներ, քույրեր, կարող ես ինչպես ուզում ես ապրես, Աստծո խոսքն ասում է երիտասարդ, գնա աչքերիդ նայվածքով, ինչպես ուզում ես ապրիր, կյանք վայելիր, բայց հիշիր, Աստված քեզ դատաստան է բերելու։ Եղբայրներ, քույրեր, մենք մի օր վերջ ունենք։ Իմաստուն մարդիկ մտածում են վերջի մասին։ Իմաստուն մարդիկ մտածում են մահվան մասին, եւ Սուրբ Գիրքն ասում է, իմաստունների սիրտը որտեղ է, սուգի տանը, իսկ հիմարների սիրտը խնջույքի տանը։ Դա Սուրբ Գիրքն է ասում։ Մարդ, որ ամեն օր կյանքը համարում է օրվա փափկությունը, զվարճություն է համարում եւ մտածում է, որ չար օրը հեռու է իրանից, ինքը մտածում է Քրիստոսի օրը հեռու է իրանից։ Մարգարության մեջ գրված է այսպիսի խոսքեր, ասում է Իսրայելի մեջ առակ կա, բոլորը խոսում են, օրերը երկարանում են, Աստծո խոսքը հեռանում է, չի կատարվում, եւ Տերը ասեց, ով մարգարե, գնա ժողովրդին ասա, չի հեռանալու, այդ առակ իրանց միջից պիտի հանեմ, ասածս պիտի կատարեմ եւ պիտի չուշացնեմ։ Եղբայրներ, քույրեր, պատրաստվենք երկնքի համար։ Մարմինը անցողիկ է, ապագանացու է, երկրավոր է, բայց հոգին հավիտենական է, նա պատկանում է Աստծուն, որտեղ Քրիստոսն է այդ գինը վճարել, որ քո հոգիդ չենտարվի մարմնին, լինի մարմնիդ խորհուրդների ծառան։ Քրիստոսն է այդ գինը վճարել, որ հոգիդ ապրի իրանով եւ ծառայի Աստծո խոսքին։ Տերը թող օրհնե ձեզ, իր անունը փառավորվի։